Ուղղակի գիտեք, սա այս իշխանությունների դիմագիծն է։ Այն ինչ որ տեղի է ունենում հիմա Միքայել Սրբազանի հետ, Բագրատ Սրբազանի հետ, մեր մնացած բոլոր քաղբանտարկյալ ընկերների հետ, սա այս իշխանությունների դիմագիծն է եւ սա գոնե որևէ մեկը չի կարող, հա, դե փորձում են այլ կողմերում ինչ-որ խոսել ժառանգություն ստացած, հա, արդյունքների մասին, այստեղ չկա ժառանգություն, այստեղ կոնկրետ իրենց դիրքորոշումն է եւ սրանք անձինք, որոնք հանցագործություն են գործում արդեն 7 տարի եւ անձինք են իզարմանս ինձ որ շատ-շատերը էլի սպասում էին հրաշքի Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի պարագայում, հատկապես Միքայել Սրբազանի, որտեղ առաջինը իրենն էր, որոշումը պիտի լիներ, ես շատ զարմացած էի, որովհետեւ երևի թե մեր հանրությունն էլ գիտեք, այսքան ցավ ու դառ տարած փորձում է անընդհատ ինչ-որ վատ հիշողությունները պահել, քողարկել, չվերադառնալ դրանց, բայց չեմ կարծում, որ այն ինչ որ տեղի ունեցավ Արցախի հետ, դա ուղղակի վատ հիշողություն է եւ խումբ, խմբակ, հանցավոր խումբ, ով առանց աչքը թարթելու իրականում հանձնեց, սպանեց, մորթեց Արցախը եւ ընդհանրապես աչքը չթարթեց հազարավոր երիտասարդների մահվան, հա, նահատակվելու պատճառը դարձավ, այսօր պիտի ինչ-որ այլ մոտեցում ունենար, Միքայել, դուք պատկերացնում եք, Արցախը հանձնել են, մարսել են, Եռաբլուրը, եղբայրական պանթեոնը Արցախում, ընտանեկան գերեզմանոցները մեծացրել են եռակի քառակի ինչ-որ անչափելի անգամ, դա մարսել են ու հիմա սա մտածում էինք, որ պիտի այլ մոտեցում ունենա կամ սրանից, չգիտեմ, ինչ որ աշխարհը պիտի փուլ գա, ոչ։ Այս մարդիկ արդեն շոշափել են ամեն ինչ, իրենք մարսում են ամեն բան։